Այսինքն մեր հույսերը հոդս ցնդեցին, չգիտեմ, բառեր չեմ կարողանում գտնեմ ասելու, բայց սա է մեր իրականությունը, ինչի մեջ մենք այսօր ապրում ենք։ 12-րդ դասարանի աշակերտին գտան, որ պիտի անպայման կալանք կիրառեն, հիմա էս ունենք, պիտի գնանք առաջ պայքարենք մինչև։ Հələ չի տվել 1 ժամվա ընթացքում որոշումը գտա, չունենք հիմնավորումները։ Երկու հոդվածներով են ինչ-որ առաջադրվել է մեղադրանք։ Դավիթ ինչ-որ խոսք ասաց։ Ոչ, Դավիթը մարտական հանգիստ տղամարդավարի պահված դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում եւ արդարությունը կհաղթի։ Տեսեք, երբ որ հնչում էր արտահայտություն, որ քաղաքական գործունեությունը խոչընդոտվել, ձեր կողմից եղել է, հա, հակապարտակ եկեղեցուն ինչ գործունեություն։ Կարծում եմ, այն միջնորդությունից ինչ որ ներկայացվել էր, պաշտպանական խմբի կողմից քարը քարի վրա չի թողնվել, ոչ մի բան չի մնացել այդ միջնորդությունից, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Լավ ժողովուրդ, էմոցիաները շատ են, այո իհարկե շատ, բայց չենք թողելու այդ երեխուն ընդդեմ։ Արդարությունը հետ չի տրվում։ Երբ որ կստանանք նոր ձեր հարցերի պատասխանը կտամ, հիմա չգիտեմ պարոն Մարտիրոսյանը ինչերա գրել այդ որոշման մեջ։ Երբ որ կարդամ ամեն մեկս մեր գնահատականը գտանք, բայց նորից կրկնում եմ, այն միջնորդությունը, ինչը որ ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է, հատիկ չկա, տող չկա։ Դե հիմա նորից չկրկնվենք, տարբեր բաներ են բերում։ Գտնում եմ, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարան վարչական հսկողության տակ գտնվել տնային կալանք։ Ոչ մի բան հաշվի չառավ, ոչ մի բան, ոչինչ չի հաշվի առնվել։ Դե առանձին թեմա է, դրա շուրջ միջնորդություններ համապատասխան կանենք, այո։ 5 տարի, 2-ից 5 տարի է մեր։ Իսկ որևէ կերպ հիմնավորվեց այն դատարանի կողմից, որ օրինակ մի դեպքում մարդը կալանավորվի, սակայն դուրս չկա։ Ոչ, այդ հարցերը սաղ բարձրացվել են, բայց որևէ բան հիմնավորում չկա։ Հիմնավորումը հիմա մի բան է։ Պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառվեն այլընտրանքային խափանման միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է իզորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։ Երեք նաև տեսագրություններն եք դիտել, հա, տեսագրությունների հետ կապված։ Սրան նախորդել էր առավոտ շուտ, նաև խուզարկության էին նորից կրկին մտել, մենք արդեն երբ որ եկանք։ Ոչ, իհարկե ինչ կար, որ ինչ հայտնաբերեն, ոչինչ չկար։ Երկրորդն։ Ես այդ քաղաքական գնահատականներից ձերծ կմնամ, կթողեմ հանրությանը թող գնահատականները տան։ Դատավորի համոզմունքին կամ դատախազը, որ իրականում Գևորգ Գևորգյանը այդտեղ փորձել է հապճեպ սադրանք կազմակերպել տղաների միջոցով։ Արգելից, երբ որ որոշումը ստանամ, կարդամ կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ ժամանակագրությունը։ Անպայման բողոքարկելու են չի մասին է խոսքը։ Ինչ հաջորդականությամբ են տեսագրությունների ժամանակագրությունը երբ դիտում եք գործողությունը ինչ հաջորդականությամբ են դեռ Որ գործողությունը ասենք հրել են տղային նոր ինքը այդպես հուզվելով փորձել է Բա իհարկե հրել ոչ միայն հրել են գցել են գետին ընկելած տեսնում եք տեսայիզում երևում է որ անգամ ծնոտը ցավում է այո բա իհարկե ժողովուրդ սա իրականության հետ այս մեղադրանքների հետ մի վարքան ընդհանրապես աղերս չունի մենք հիմա մի process-ի մեջ ենք որը ըստ ինձ շատ վատ է եւ սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորին Դավիթը քաղ բանտարկյալ է թե ոչ Մեր այդ հարցերից չպատասխան Այդուհանդերձ սա գործ ունի քաղաքական ուժի հետ եւ նրան մեղադրում են եւ նրա ամբողջ քննության ընթացքում ուղղորդել Դավիթը մի անգամ եւս նորից կրկնում եմ Դավիթը 12-րդ դասարանի աշակերտ է որևէ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում եւ փառահեղ աշակերտ է ամբողջ դպրոցը հպարտացել է Դավիթով կարծում եմ հələ առիթ կունենանք մենք ազգովի Դավիթով եւ նրա եղբորով հպարտանալու Այո իհարկե հիմա տեսեք Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու միջնակարգն ավարտելու հնարավորությունից 2 ամիս հետո վերջի զանգ ալնելու բոլորի համար Դավիթի համար չի լինելու ում խղճին է մնացել սա ինստիտուտն այն Չունեմ ասել լավ, ժողովուրդ, ես էլ եմ բաղած։ Տղաների հեռախոսն է արձրաբել եք։ Բանի Միքայելի հեռախոսը կորել է այդ քաշքշուկի ժամանակ մենք հենց դրա վերաբերյալ հաղորդում էլ պետք է տանք, թե ուր է Միքայելի հեռախոսը։ Չգիտենք ուր է։ Չէ, դեռևս չի եկել։ Ֆիգնազորի անդամը Երկու անձ հարցաքննվել են, այո։
Գալստյան, Մեկինը Վանյան ազգանուններով։ Կարգավիճակով ովքեր են։ Տիկնազորի աշխատակիցներ են, նորմալ ցուցմունք էին տվել, կարծում եմ, ինչ որ այդ պահին մեզ ներկայացվեց, եթե այդ մի հատնամ։ Ասել են հարվածել է թե չէ։ Ինչ անենք։ Հարվածող տիկնապահի դեմ չէ ներկայացնում պատասխանը։ Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։ Այսքան բան։ Իսկ Փաշինյանը ունի Ասեցին արմավիր քերակատարողական հիմնարկ են տեղափոխելու, չլսեցի Փաշինյանը ունի ուժեղի կարգավիճակ պարում էլ։ Ոչ, այդ հարցը ես էլ եմ բարձրացրել, չունի հիմա։ Չի հարձակվելու, դուք չեք փորձելու միջնորդի։ Դե չեմ ուզում մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, նորից եմ կրկնելու։ Երբեք չի հարձակվել մարտի գործից հետո որևէ այլ գործով, այդ թվում իր ավտոշարասյան վրա երթով սպանված աղջկա ձեռքով։ Հուսանք, որ Դավիթը շատ բան կփոխի մեր երկրում։